Տիկին Մկրտչյան, բարև ձեզ, եկել եք այսօր ժամերգությանը մասնակցել։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու կողքին, որպես հավատացյալ Հայ Առաքելական եկեղեցու հետևորդներ, որովհետև Դավաճան Նիկոլը, Իշխանազավթ Նիկոլը կոնկրետ դավադրության հերթական կազմակերպման սադրանքը, այսպես ասած, արդեն առավոտյան արել է եւ ակնհայտ է այն ահռելի ոստիկանական կազմը, որ կա, այսինքն իրեն հպատակեցված կազմ, մի բանի համար է պղծելու Սուրբ Էջմիածնը։ Մեր շուրջը հավատավոր ժողովուրդը այդ պղծությունը կանխելու համար են այստեղ եկել։ Տիկին Մկրտչյան, կարծես երկու մասի է բաժանվել, այսպես ասած, ժողովուրդը, մի մասում կանգնած են 10 հոգևորականների եւ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, որոնք ոչինչ չեն խոսում իդեպ, հռում են, փորձեցինք նրանց մոտենալ, իսկ մյուս կողմ արդեն վեհափարի եւ Հայ Առաքելական եկեղեցու աջակիցներ։ Ես խնդրում եմ մենք շատ հստակ լինենք մեր օգտագործած նաև տերմինաբանության մեջ, իրենք այնտեղ ձեր խոսքից տպավորություն ստացվեց, որ հավասարաչափ մարդկանց քանակ է ներկա եւ այստեղ եւ այնտեղ։ Չէ, խնդրում եմ ձեզ, որպես անձնական խնդրանք ընդունեք, տեսախցիկը կթեքեք այն կողմ, կտեսնեք թե նիկոլական, այդ ոստիկանական պատի այն կողմում ոնց են վարչական, այս է ժողովուրդը, ոնց են ոստիկանական պատից այն կողմ, պատը սպառված վարչական ռեսուրսով պետական պաշտոնյաները, նիկոլական բանդայի ներկայացուցիչները։ Դե ոնց պիտի խոսան ասեն, որ աշխատանքային ժամին մարզպետարանից են դուրս եկել, նախարարությունից են դուրս եկել, Նիկոլի հրահանգով են դուրս եկել, պարգևավճարի ակնկալիքով են դուրս եկել, թե ապագա ուսապարկ դառնալու 2026-ին ակնկալիքով են եկել։ Փառք Աստծո, որ ժողովրդի ձայնն էլ դուք լսեցիք հենց նոր։